243 արկղից, որում կա 3 սպիտակ և 4 կանաչ գնդակներ, պատահականորեն հանում են 1 գնդակ, ինչի է հավանականությունը, որ A. Հանված գնդակը սպիտակ է, B. Հանված գնդակը կանաչ է։ Մենք ունենք հետևյալ բանաձևը, որն իրենից ներկայացնում է պատահականության տեղի ունենալու հավանականությունը։ P-ն հավասար է, P-ան հավասար է M-ի հարաբերությունը N-ի, որտեղ P-ան պատահականությունների տեղի ունենալու հավանականությունն է, M-ը պատահույթին նպաստող ելքերի թիվն է, N-ը բոլոր հնարավոր ելքերի թիվը։ Մեր առաջադրանքի մեջ բոլոր հնարավոր ելքերի թիվը իմանալու համար 3-ին գումարում ենք 4, այսինքն ընդհանուր արկղում կա 7 գնդակ։ 3-ին գումարած 4 հավասար է 7։ N-ը հավասար է 7-ի։ Հիմա A-ն հանված գնդակը սպիտակ է, սպիտակ գնդակների թիվը 3-ն է, այսինքն պատահույթին նպաստող ելքերի թիվը 3-ն է։ Հավանականությունը 3-ն է, նշանակում է M-ը հավասար է 3, սա սպիտակն էր։ Ուրեմն հավանականությունը կլինի 3/7։ Հիմա 4 կանաչ գնդակ կար, նշանակում է 4/7։ Հավանականությունը կլինի 4/7, որ արկղից հանելուց կանաչ գնդակ դուրս կգա։ 245 3 քարտերի վրա դրել են A, Y և O տառերը ու քարտերը հակառակ երեսով դրել են սեղանին, ապա լավ խառնել են քարտերը և դասավորել իրար կողքին, ինչ է այն իրադարձության հավանականությունը, որ շուռ տալով թղթերը կկարդանք այո բառը։ Հիմա մենք փորձենք թղթի վրա ներկայացնել այո տառերի բոլոր հերթական հնարավոր ելքերը, որոնք նպաստում են և կգտնենք դրանց մեջից այն ելքը, որը նպաստում է մեր պահանջին, պետք է ստանանք այո բառը։ A, Y, O։ Կարող ենք շրջել A, O, Y ստանալ, Y, O, A, A, Y, O, O, Y, A, O, A, Y, Y, A, O, 1, 2, 3, 4, 5, 6։ Հնարավոր ելքերը 6-ն են։ 6-ի մեջից ընդամենը 1-ն է, որ ստացվել է այո, նշանակում է հնարավոր հավանականությունը 1/6։